Հանքարդյունաբերության ոլորտում առաջատար Մենդիա Ռեսուրսիս ընկերության և Հայաստանի երկրաբանների միության նախաձեռնությամբ նշվեց Երկրաբանի օրը։ Լեռների որդի խորագրով միջոցառումն էլ ավելի նշանակալի դարձավ հուշագրերի կնքմամբ։ Առաջինը երկկողմ հուշագիր էր, որը ստորագրվեց Հայաստանի երկրաբանների միության և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջև, երկրորդը եռակողմ։ Այն ստորագրվեց Հայաստանի երկրաբանների միության, Մենդիա Ռեսուրսիսի և ընկերության գործընկեր կանադական Հայասա Մետալս ընկերության միջև։ Մենդիա Ռեսուրսիսի գործադիր տնօրենի խոսքով համատեղ գործընկերությամբ արդեն հասցրել են երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարել, իսկ ստորագրված հուշագիրը հաստատում է այդ համագործակցության շարունակականությունը, որի հաջողելու պարագայում ներդրումային ծրագիրը կարող է հասնել 3-ից 5 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Սկզբնական շրջանում ներդրումները ուղղվել է երկրաբանահետախուզական աշխատանքներին։ Ներկայումս այդ աշխատանքները արվում է Հայաստանի Հանրապետության Տավուշ, Լոռի եւ Վայոց-Ձորի մարզերում ու դրական արդյունքի դեպքում պատրաստվելու ենք արդեն շահագործման աշխատանքներին։ Ու այս ամենի մեջ նաև կարևորում ենք շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու վերաբերմունքը, համայնքում իրականացնում ենք բազմաթիվ սոցիալական ծրագրեր ու կարևորում ենք նաև ոչ միայն դրական արդյունքը, այլ նաև համայնքի սոցիալական կյանքի բարելավումը, համայնքի վստահության ձեռքբերումը եւ ամենակարևորը աշխատանքային եւ առողջության անվտանգության ապահովումը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտին առնչվող պետական գերատեսչությունների ղեկավարներ, դեսպանատների ներկայացուցիչներ, գիտնականներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ընդգծեցին երկրաբանի մասնագիտության կարևորությունը։ Մեր երկրաբանները տարիներ շարունակ աշխատել են լեռներում, ձորերում և հեռավոր շրջաններում, հաճախ դժվար պայմաններում, բայց միշտ նույն հավատով ծառայել գիտությանը, պետությանը եւ ապագային։ Այսօր մենք ոչ միայն գնահատում ենք նրանց աշխատանքը, այլ նաև հիշում ենք այն մեծ ճանապարհը, որ անցել է հայկական երկրաբանությունը։ Հարգելի երկրաբաններ, ձեր մասնագիտությունը պահանջում է ոչ միայն գիտելիք եւ փորձ, այլև մեծ նվիրում և պատասխանատվություն շրջակա միջավայրի հանդեպ։ Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Միացյալ Նահանգների փոխդեսպանը, ով կարևորեց միջոցառման իրականացումն ու նշեց. Միացյալ Նահանգները Հայաստանի երկրաբանական և հանքարդյունաբերական ներուժը համարում է ակտիվ և պատրաստակամ են աջակցելու այդ ոլորտում։ Այս միջոցառումը կազմակերպելով դուք ընդգծում եք հանքարդյունաբերության ռազմավարական կարևորությունը Հայաստանի տնտեսության համար։ Միացյալ Նահանգների դեսպանատունը լիովին համաձայն է, որ այս առիթը արժանի է հիշատակման, եւ ես ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի երկրաբանների միությանը, բոլոր երկրաբաններին։ Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը եւ անհամբեր սպասում ենք առաջիկա տարիներին դրա խորացմանը։ Միջոցառմանն անդրադարձ կատարվեց ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի խոսքով ոլորտում առաջնային խնդիր է երիտասարդ մրցունակ կադրերի ներգրավումը, թեև վերջին տարիներին թվերը բարելավվում են, երիտասարդները ներգրավվում։ Նման միջոցառումները շատ կարևոր նշանակություն ունեն, քանի որ ներգրաված են բոլոր շահագրգիռ կողմերը, պետություն, մասնավոր, գիտական, կրթական հաստատություններ եւ սա հնարավորություն է տալիս մեր երկրաբաններին շնորհավորել, արժևորել նրանց կատարած ծանր եւ կարևոր աշխատանքը, որը մեր համար, մեր երկրի համար կարևորագույն ռեսուրս է ստեղծում եւ հնարավորություն է տալիս նաեւ մեր երիտասարդ սերունդների ուշադրությունը հրավիրել այս մասնագիտության հանդեպ։ Ակնհայտ է, որ մեզ մոտ գալու է որոշակի փուլ, երբ որ այս տիպի կարևորագույն մասնագիտությունների պահանջարկը մեծանալու է ու դեֆիցիտ է լինելու։ Այսօր մենք հենց այդ շրջանի մեջ ենք եւ այդ մասնագետների կարիքը մասամբ լրացման է արտասահմանից, բայց մենք նաև տեսնում ենք, որ ոլորտի զարգացումը, այդ ոլորտում բարձր աշխատավարձերը, այդ ուղղությունները գրավիչ են դարձնում երիտասարդների համար եւ արդեն ունենք բավականին մեծ հետաքրքրություն, որը գնալով աճելու է։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարն էլ ոլորտում իրենց գործունեության մասին խոսելիս ընդգծում է. Տեսչական մարմնի համար կարևոր է ոչ միայն վերահսկողական, այլ նաև իրազեկման գործընթացը։ Նմանատիպ հանդիպումները մեզ մասնակցելը մեր համար հնարավորություն է նաև լրացուցիչ խորհրդատվական բնույթի զրույցներ ունենալ, քննարկումներ ունենալ
որպեսզի ոչ թե մենք հետագայում գնանք եւ օրինակ արձանագրենք ինչ-որ իրավիճակի հետևանքը, այլ ի սկզբանե քննարկենք այն հնարավոր իրավիճակները, որոնք հնարավորություն կտան կանխել ուղղակի ի բնե այդ հետևանքները։ Միջոցառման ավարտին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարարը պարգեւատրեց երկրաբանության ոլորտում երկարամյա եւ նշանակալի ներդրում ունեցող վաստակաշատ մասնագետներին, եւս մեկ անգամ կարեւորելով նրանց մասնագիտական փորձն ու գիտելիքը։